Հանրաքվեն անցավ ԵԱՏՄ չափանիշներով։ Դեկտեմբերի 6-ին կայացավ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն, որը, ինչպես հայտնի է, զուգորդվեց կեղծիքներով։ Ընտրախախտումները ներառել են ոչ միայն նախկինում բոլորիս հայտնի ամբողջ զինանոցը, այլև նորանոր կեղծիքների տեսակներ։ Այսպիսով, քարոզարշավի ընթացքում, քվեարկության ընթացքում ու դրան հաջորդող օրերին ոչ միայն հայտնաբերվել, այլ անգամ փաստացի ապացուցվել են վստահված անձանց, լրագրողների, դիտորդների ու հանձնաժողովի անդամների նկատմամբ բռնություններ, լցոնումներ ու կրկնակի քվեարկություններ, ընտրակաշառքներ, քարոզարշավի կանոնների խախտումներ, քվեարկության գաղտնիության խախտումներ, տեղամասում քվեարկողների ուղղորդումներ, ընտրության վերջնական արդյունքների արձանագրության կեղծումներ եւ այլն։ Ու թեև 2012 եւ 2013 թվականին տեղի ունեցած ընտրությունները եւս աչքի չեն ընկել արդարության ու ազատության մակարդակով, սակայն դրան ժամանակ չեն կիրառվել բռնություններ, իսկ ընտրախախտումների քանակը եղել է անհամեմատ ավելի փոքր։ 1990-ականներից մինչև 2013 թվականը յուրաքանչյուր ընտրություն նախորդներից ավելի խաղաղ էր անցնում, իսկ խախտումների թիվը ընտրությունից ընտրություն նվազում էր։ Սակայն նույնը չի կարելի ասել 2015 թվականի Սահմանադրական հանրաքվեի մասին, որը հստակ ժողովրդավարական հետընթաց է ապահովել։ Փորձենք հասկանալ, թե ինչու էր Հայաստանը նախկինում դանդաղ, բայց ընթանում ժողովրդավարեցման ճանապարհով, իսկ այժմ սկսեց արագ հետընթաց ապրել։ Ինչպես հայտնի է, 2010-ից 2013 թվականներին Հայաստանը բռնել էր Եվրոպական միության հետ ասոցիացման համաձայնագրի կնքման ուղին, եւ այդ համաձայնագրի հիմնական պայմաններից մեկը ժողովրդավարական բարեփոխումներն էին։ Սակայն 2013 թվականի սեպտեմբերի 3-ից Հայաստանը 180 աստիճանով փոխեց իր արտաքին քաղաքական կուրսը եւ սկսեց Եվրասիական միության անդամագրման գործընթացը։ Ի տարբերություն Եվրոպական միության, Եվրասիական տնտեսական միությունը ժողովրդավարական բարեփոխումների որևէ պահանջ չի դնում։ Ավելին, այդ միությունում չկան ժողովրդավարական երկրներ։ Այսպիսով, եթե Հայաստանը ժողովրդավարության մակարդակով աշխարհում զբաղեցնում է 116-րդ հորիզոնականը, ապա ԵԱՏՄ հիմնադիր պետություններ Ռուսաստանը, Բելարուսն ու Ղազախստանը զբաղեցնում են 125-րդ, 140-րդ եւ 142-րդ տեղերը, այսինքն շատ ավելի բռնապետական են, քան Հայաստանը։ Այսինքն, եթե նախկինում մենք գնում էինք ժողովրդավարեցման ուղղով, որպեսզի ինտեգրվեինք մեզանից առավել ժողովրդավար Եվրոպային, ապա այժմ մենք գնում ենք հակառակ ուղղով, որ համահունչ լինենք Եվրասիական միության մյուս երկրներում ժողովրդավարության բացակայությանը։ Այդ միությունում ընտրությունները կեղծվում են, լրագրողները ծեծվում են, անկախ դիտորդները ազատազրկվում են, իսկ ընդդիմությունները ու քաղաքացիական հասարակության խմբերը ոչնչացվում են։